Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի ուժեղ Հայաստանի գործընկերներ։ Ուզում եք կռահում եք, որ ես կարամ հիմա մի հատ անուն ազգանուն տամ եւ դուք խառնվեք իրար։ Հիմա կարաք չմտածեք այդ անուն ազգանունի մասին։ Հիմա կարաք լմի մտածեք այն անուն ազգանունը, որը չեք ուզում լսեք։ Չեք կարա չմտածեք։ Որովհետեւ հոգեբանության մեջ շատ հայտնի բան կա, որ ասում է կարաս հենց հիմա չպատկերացնես սպիտակ արջ։ Հնարավոր չի մարդը հենց այդ բանը չպատկերացնի սպիտակ արջ։ Հիմա դուք կարաք չպատկերացնեք այն անուն ազգանունը, որից դուք այդքան խառնվում եք, չեք կարա։ Հիմա նայեք ինչ եք դուք անում։ Դուք չեք ուզում, որ այդ անուն ազգանունը այս դալիճում հնչի։ Բայց դուք անում եք այնպիսի մի բան, որ այդ անուն ազգանունը 10 անգամ ավելի բարձր է հնչում ոչ միայն այս դալիճում, այլ ամբողջ Հայաստանում։ Բոլոր վերնագրերը դրա մասին է։ Լրագրողները մի բոլ նյութ ստացան այսօր օթյակից նկարելով ձեր պահվածքը։ Հիմա դուք այդ մարդուն լավություն եք անում, թե վատություն եք անում, որ իր ավազանի անունը դարձնում եք Հայաստանի Հանրապետության մեդիայի գլխավոր օրակարգի վերնագրերը։ Ընդ որում այս պատմությունը նոր բան չի։ Վստահ եմ շատերը գիտեն դրա մասին։ Կա այդպիսի մի աշխարհահռչակ դերասանուհի երգչուհի Բարբարա Սթրեյզենդ։ Ուրեմն գրականության մեջ գոյություն ունի Բարբարա Սթրեյզենդի էֆեկտ հասկացությունը։ Ինչի մասին է դա։ Ժամանակին մի լուսանկարիչ լրագրող գնում է եւ տարբեր բաներ է նկարում, այդ թվում նկարում է Բարբարա Սթրեյզենդի առանձնատունը եւ նաեւ ինչ որ նկարներ տան կատարվող իրադարձությունների վերաբերյալ եւ հրապարակում է դա ոչ մեկ չի էլ նկատում։ Որևէ մեկը դրա մասին ոչ մի բան չի էլ մտածում եւ Բարբարա Սթրեյզենդը որոշում է դատական հայց ներկայացնի լրագրողի դեմ։ Բնականաբար դատական հայցի արդյունքում այդ լուսանկարները, որը որ ոչ ոք չէր էլ տեսել, դառնում է համաշխարհային մամուլի թիվ 1 քննարկման առարկան։ Հիմա հարգելի գործընկերներ, դուք Բարբարա Սթրեյզենդի էֆեկտը տարել եք եւ դրել եք կիրառում եք այդ մարդու ավազանի անունի վրա։ Հիմա ես չեմ հասկանում, դուք լավություն եք անում այդ մարդուն, թե վատություն եք անում այդ մարդուն։ Եվ էլի փորձեք հիմա չպատկերացնել եւ ձեր գլխի մեջ թող չհնչի այն անուն ազգանունը, որից դուք այդքան խուսափում եք։ Հնարավոր չի։ Ես հիմա դա չեմ ասի, որովհետեւ ես ուրիշ ուղղությամբ մոտեցա հարցին, էլի չեմ ուզում ելույթս ընդհատվի տարատեսակ չարաճճիություններով։ Բայց Տիկին Վարդանյանը այստեղը չի գնացել, ասում էր ապացուցեք, որ եղել է։ Տիկին Վարդանյան, փաստերը այդպիսի բնավորություն ունեն, որ փաստերը ընդհանրապես այսպես ծակող էֆեկտ ունեն, էլի հասկանում եք։ Հիմա ես բացում եմ primeminister.am կայքը, հուսով եմ պարոն Մանուկյանը ձեզ ուղարկել է, եւ primeminister.am կայքում 2020 թվականի հուլիսի 5-ը բացում եմ հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Եվ մի քիչ իջնում ենք, բնականաբար տեքստը ամբողջը չկարդամ, հասնում ենք այն կետին, որը դուք ասում եք չկար։ Ու չնայած իմ դիրքորոշումը եղել է այն, որ Սահմանադրության հաճախակի փոփոխությունները անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը, Սահմանադրությանն անընդհատ փոփոխությունները բերում են անորոշությունների, նախորդ պարբերության մեջ նշված հանգամանքների գիտակցումը ինձ բերել է այն եզրակացության, որ մեր երկրին հարկավոր է նոր սահմանադրություն։ Տիկին Վարդանյան եւ հարգելի գործընկերներ, որը քաղաքացիների կամքի վրա հենված, քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի Հայաստանում։ Նոր սահմանադրություն, որը քաղաքացիների կամքի վրա հենված կլինի, ոչ թե Ալիևի կամքի վրա, ինչպես որ դուք փորձում եք ներկայացնել ժողովուրդ։ Եվ որ դուք Ալիևի մասին եւ տարատեսակ մանտրաներով փորձում եք Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգը տանել լրիվ ուրիշ տեղ, հետո հայտնվում են այսպիսի փաստեր, Տիկին Վարդանյան, որոնց դեմ դուք հայտնվում եք անհարմար իրավիճակում։ Ընդ որում Ալիևի վերաբերյալ անընդհատ այս մանտրան, որ դուք կրկնում եք, ես անկախ ինձանից հիշում եմ դեռևս ոչ վաղ անցյալում իմ եւ պարոն Վարդևանյանի մեկ այլ բան, երկխոսություն էս դալիճում, պարզապես պարոն Վարդևանյանն այնտեղ այն ժամանակ Հայաստան դաշինքում էր, եւ պարոն Վարդևանյանը, եթե ճիշտ եմ հիշում, մի այսպեսի արտահայտություն արեց, էլի Ալիևի թեման էիք բերել, ասում էր Ալիևը Քոչարյանին իր երազներում է տեսնում վախենալով, բան։ Ես էլ եք ասի, պարոն Վարդևանյան, իսկ ով է Ալիևի երազները ձեզ պատմել։ Ու պարոն Վարդևանյանը միջև չի ասել դա։
Միջև մա չի ասել Ալիևի երազները ձեզով է պատմում, ոնց եք երազներ պատմում իրար, ինչ հանգամանքներում, ինչեր եք պատմում, կարող է պարզվի այդ 300,000 ադրբեջանցիների բաներ, թեզերն են ձեզ ինչ որ մեկը պատմել երազներում իրականության մեջ եւ այլն, բայց փաստորեն չեք փոխվում, որովհետեւ ձեր բանը քաղաքական նարատիվը ուղղակի բանի մեջ է հայտնվել, ժողովուրդ, տուպիկի մեջ է հայտնվել, նոր ասելիք չունեք։ Բայց ես ուզում եմ վերադառնալ պարոն Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի օրերս այստեղ ունեցած ելույթում, նա խոսում էր Հայաստանի Հանրապետության, սուվերեն Հայաստանի Հանրապետության, նաև խոսում էր պատմական Հայաստանի մասին, խոսում էր պատմական հիշողության մասին։ Պարոն Կարապետյան, տեսեք, մեր գլխավոր գաղափարական տարբերություններից մեկը հետևյալն է։ Մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ հայրենիքը պետությունն է։ Մենք ասում ենք, որ մենք ունենք մի հայրենիք, եւ այդ հայրենիքը պետությունն է, Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ դրանից բխեցնում ենք իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը պիտի ունենա սահմանազատված սահման, որը իրական է, 29743 քառակուսի կիլոմետր է, եւ որի քարտեզը փակցված է այնտեղ։ Սա մեր գաղափարախոսության առանցքն է։ Հիմա եկեք նայենք ձեր գաղափարախոսության առանցքը որն է։ Տեսեք, դուք ձեր բոլորդ, ձեր կրծքանշանին պատկերել եք Արարատ լեռը, ճիշտ է, ու գրել եք ուժեղ Հայաստան, կամ հիմա այստեղ գրված է կամ գրված չի։ Նայեք, դուք ձեր կրծքանշանին, կրծքին դրել եք Արարատ լեռը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում չի։ Բայց դուք մերժում եք այս քարտեզը, որը Հայաստանի Հանրապետությունն է, հասկանում եք։ Պրոբլեմը էս է, որ դուք մի բան, ինչը որ Հայաստանում չէ, ձեր կրծքին մոտ է, բայց այն Հայաստանը, որը իրականում է, ձեր սրտի մեջ չի։ Պրոբլեմը այն է, որ ձեր սրտի մեջ ուրիշ Հայաստան է։ Եվ քանի որ ձեր սրտի մեջ ուրիշ Հայաստան է, ձեր մտքերի մեջ էլ է ուրիշ Հայաստան։ Եվ այստեղ է գալիս մեր ու ձեր գլխավոր գաղափարական տարբերությունը, բայց դրա մեջ շատ խորքային պատճառ կա։ Պարոն Կարապետյան, ձեզ պատմական Հայաստանի քաղաքացին չի գործուղել այստեղ։ Ձեր գործընկերները պատմական Հայաստանի քաղաքացիների հարկերից չի, որ աշխատավարձ են ստանալու։ Ու դա հեշտ է ձեր համար, որովհետև գիտեք ինչ, պատմական Հայաստանի քաղաքացիներին չի պետք լինելու հաշվետու լինել։ Հաջորդ ընտրությունների ժամանակ պատմական Հայաստանի քաղաքացիներին չպետք է գնաք պատասխան տակ ձեր չարասների կամ արասների համար։ Որովհետև պատմական Հայաստանի քաղաքացիներից չեն հոսանք գողացել, որովհետև պատմական Հայաստանի քաղաքացիները ձեզ չեն գալու հաշվետվություն, ձեր առջև հարցեր չեն դնելու, դրա համար դա հեշտ է։ Դրա համար դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վաճառում եք պատմական Հայաստանի երազանքը, պատմական Հայաստանի երազանքն եք վաճառում Հայաստան, որովհետև դա հեշտ է, հասկանում եք, մարդկանց էմոցիաների վրա գնալ եւ խաղարկել եւ անընդհատ քաղաքական օրակարգ գեներացնել շատ հեշտ է։ Բայց այդ նարատիվը, ես էլի եմ ասում, պարոն Կարապետյան եւ հարգելի գործընկերներ, կենսունակ չի, որովհետև հասկանում եք, որովհետև քաղաքականությունն այն մասին է, որ պիտի քո գաղափարախոսությունը համապատասխանի իրական կյանքի պրակտիկ դրսևորումներին, հասկանում եք։ Դուք ոնց որ ասենք, դուք պատմական Հայաստանի նավիգատորով գնաք եւ փորձեք ուղևորվել բան, ասենք հիմա կարեք օրինակ տաքսի կանչեք, պարոն Կարապետյան, չնայած ես վստահ եմ դուք երբեք տաքսի չեք նստել, բայց ասենք տաքսի կանչեք, նստեք, ասեք քշի դե այդ parza դե քաղաքական տեխնոլոգիաների բանով ես նկատի ունեմ իրական։ Լավ, ասենք, խնդրում եմ մի հատ այսօր տաքսի կանչեք, իջեք նստեք, ասեք բարև ձեզ, քշի Արարատ լեռ, քշի բան Էրզրում, քշի մի րոպե, քշի Էրզրում, չէ, բայց որ հետախուզման տակ չլինեի, կարող է տաքսիստը քշեր Էրզրում, կարար։ Տաքսիստը, ասենք դու մտնում ես Yandex-ը կամ ինչ որ մեկ այլ գալիս է, Նարեկ Կարապետյանը նստում է, բանը տաքսիստն ասում է ուր են գնում, ասում է Էրզրում։ Դու պատկերացնում ես, ես հասկանում եք, ես կարող եմ տաքսի կանչել, նստել այդ տաքսին եւ այս տարածքում ներառված ցանկացած կետ ասել գնա։ Դուք չեք կարա դա ասեք, որովհետեւ ձեր սոֆթը, պարոն Կարապետյան, պրոբլեմն այն է, որ ձեր սոֆթը ուրիշ սոֆթ է։ Մի 4, 5, 6, 700 տարի առաջվա սոֆթ է, հասկանում եք։ Ձեր սոֆթը հին է, հասկանում եք, պարոն Կարապետյան, պրոբլեմն է դա, որ դուք ձեր iPhone 17-ներով եկել եք, բայց ասենք iPhone 4, 5-ի սոֆթով ուզում եք sense բուքսավատ անել, ասենք, ու մեր ժողովրդին էլ մտցնում եք այդ բուքսավատի մեջ։ Պրոբլեմն է դա, դուք այս աշխարհի ժամանակակից աշխարհի մեջ եկել եք, ուզում եք բան, ասենք, նավատորմով գնալ եւ հասնել չգիտեմ ուր։
Ես դրա համար բանը գործընկերներին չեմ ուզում հիշեցնեմ քաղաքական հայդուկության եւ մնացած բոլոր բաները, պատմությունները մենք այստեղ շատ հետաքրքիր զրույցներ ենք այդ մասին ունեցել։ Բայց դա էլ է քաղաքական հայդուկությանը մի դրսևորում է, որովհետեւ չի կարելի գալ եւ հասնել լուսավորյալ 21-րդ դար, լուսավորյալ 21-րդ դար, ընդ որում ասացի լուսավորյալ հիշեցի փաստորեն լուսավորիչի մասով պարոն Կարապետյան, դուք ասում եք, որ դե լուսավորիչն էլ է զավակ ունեցել։ Փաստորեն դուք հաստատեցիք զավակ ունենալու փաստը այն մարդու ում անունը չեք ուզում որ ես տամ, բայց դուք անպայման հենց հիմա այդ անունը ձեր մտքում կրկնվում է եւ կրկնվելու է։ Այս պահին այսքանը։ Դե գնացեք, եթե Yandex-ը տանում է, հələ մենա կանչեք, նստեք ու գնացեք։ Այ հեսա ժողովուրդ ջան, այս դրա մասին եմ խոսում, որ դուք դեգերում եք անորոշության բաների մեջ, թմբիրի մեջ։ Շնորհակալություն։